Օրեր առաջ դերասաններ Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը հայտնեցին, որ մեկնում են ընտանեկան հանգստի։ Հանգստի ընթացքից Էվելինան արդեն հրապարակել է մի քանի տեսանյութ։ Դրանցից մեկը բավականին զվարճալի է ստացվել և մեծ արձագանք է գտել համացանցում։ Էվելինան բանաստեղծություն է նվիրել ամուսնու քույրիկին, իսկ մենք առաջարկում ենք լսել այն և թողնել ձեր մեկնաբանությունները բանաստեղծության վերաբերյալ։ Տալս, ալս, ալվարդս, բուրավետս, կծանս, մեր տան ահն ու սարսուրնես, տոկի կտաս կսպանես, թե անարդար բան տեսնես, մի բան քեզնից թե պահվի, դա հաստատ չի մարսվի, գիշեր լինի, թե ցերեկ կապի մեջ ենք իրար հետ, բան ու գործը դու թողած, մեր տան հարցերով ընկած, գիտեմ արդեն սպանել ենք, կյանքդ մի լավ կերել ենք, բայց մի քիչ էլ համբերի, ծեծու ջարդա շուտ հասի, աղբերետերի գժվել տունը գետնով ատվել, թե մազապուրց ես լինեմ, տալիս երկեր կերքեմ, տալս, վարդս, միակս, տալիս մասին թե խոսվի, միայն լավը պիտասվի, տալս, թանկս, ալվարդս, դաշտի միջին մի հատս։ Խվերում եմ ջանին, լավն է։ Եգիպտոսը թալանած, մենք Չտեսնես։ ինչ գտել առել ենք կոնկրետ։ Արագ ասեմ ինչ եմ առել, որովհետև շատ եք հարցնում, այդքան ինչ ես առել։ Լիքը սնեքեր ֆուտբոլ ունենք առջևում, ֆինիկներ տարբեր համերի, սիրոպ, լիմոն ու ջինջեր, կոճապղպեղ ու կիտրոն, այստեղ մանգո, աչիշայովշի պալիչկաներ իմ սիրելի, տարբեր քաղցրեղեններ հենց այստեղ փորձելու, եթե գալիս ես Եգիպտոս, ապա սրանցից ուղակի չես կարաչառնես, մամասա ուզել ընդ որում, Սաֆիկայի համար փոքր շամպունь, milk, camel milk, massage oil, եթե ես գնում եմ ինչ-որտեղ պարտադիր բերում եմ մանգոյի ջեմ, հիմա սա կփորձենք կտեսնենք ոնց նա, լիքը օճառ, հոտ տան արոմատիզատորներ և սա black seed oil, էլի մամասա ուզել։ Ասում է հրաշքներագործում չգիտեմ, ու մեկ էլ առել եմ մաչա, տեսնենք ստեղի մաչան ոնցն է։ Այժմ աստղային այլ նորություններ։ Երգչուհի Սիրուշոն իր ինստագրամյան էջում հայտնել է, որ հանգստյան օրերն անցկացնում են Դիլիջանում։ Երգչուհին բացի ընտանեկան կադրերից հրապարակել է նաև դստեր Զաբելի հետ նոր տեսանյութ, որտեղ Սիրուշոն երգում է, իսկ փոքրիկ Զաբելը ձայնարկում է մայրիկին։ Star News-ն առաջարկում է դիտել ջերմ հոլովակները։ Խոստացիր, որ կպահես քանի 100 տարի ինչ էր որ պատահի իմ սիրտն է քեզ հիմա տալիս մի քանի 100 տարի ինչ էր որ պատահի սիրտն եմ քեզ հիմա տալիս խոստացիր կպաշտպանես այնքան թող լինի պահիր չկոտորվի վստահ եմ որ դու կարող ես անհավանական հեքիաթս սերը սիրական դու անհնարին աշխարհ ես հավիտենական քեզ ամբողջ հոգով շնչով եմ զգում եմ վարկյան ինձ հիմա նայիր ու տես քոնն եմ այնքան իմ սիրտն եմ քեզ պատանես խոստացիր որ կպահես մի քանի 100 տարի փողոցներով ես հայդում եմ ամենով փնտրում եմ ինձ այնտեղ որտեղ չկա վաղուց
Դերասանուհի Արաքսիա Խաչատրյանը վերադարձել է էկրաններ։ Հեռուստասերիալում նկարահանվելու ընթացքում Արաքսյան նաև ակտիվ է Instagram-յան հարթակում, որտեղ էլ նոր տեսանյութ է հրապարակել խոսելով իր մանկության տարիների կոմպլեքսների մասին։ Հայ տարիներին ես ունեի կոմպլեքսներ, որոնք հիմա ինձ անհետ են թվում։ Ես ամաչում էի գնայի կոշիկ առնելու, որովհետև ես հագնում էի 39-40 չափսը, իսկ հասարակությունը պարտադրում էր, որ աղջիկները հագնեն 36-37։ Ամաչում էի ես։ Ես ունեմ 1.72 բոյ, երևի նորմալ է, որ այդ կանեմ հագնեմ։ Դեռահաս տարիներին ես նաև ամաչում էի ասել իմ քաշը, չնայած որ ես կշռում էի ընդհանրապես 65 կիլոգրամ, մինչև 65-ի սահմաններում, բայց երի նույն պատճառով ես կարծում էի, որ աղջիկները հիմնականում կշռում են 50-ի սահմաններում, 40-ից 50-ի, եւ ամաչում էի այդ թիվը ասել, չնայած ես վիզուալ նիհարիկ էի, բայց միևնույն է թվից ամաչում էի։ Հիմա ես բավական հեռու եմ 65 լինելուց, բայց ինձ էլ կշարքի թվերը չեն հետաքրքրում, այլ վիզուալ տեսքը, ինչին հասնելու համար ինձնից էլի ժամանակ է պահանջվել։ Եվ երրորդը, ինչը երևի ամենատարօրինակներից է, ամաչում էի ժպտալ, որովհետև մտածում էի, որ ժպտալիս իմ դիմագծերը գեղեցիկ չեն, ու ժպտալիս ծիծաղելիս միշտ բերանս ձեռքով փակում էի։ Այդ կոմպլեքսը կոնկրետ չգիտեմ ինչից էր առաջացել, երևի որևէ ազգուշ նախադասությունից եկած բաներ։ Շատ մեծ հույս ունեմ, որ արևի սերունդը արդեն շատ կարծրատիպեր կկոտրի, ու էլ երբեք բաները, որոնք իրականում մեզնից չեն կախված, չի դառնա կոմպլեքսի առիթ։ Ձեռքով արա։ Գնացինք սպասանքի։ Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն էլ Instagram-յան էջում պատմել է, որ ընկերների հետ գնացել է հանգստի։ Այդ ընթացքից նա հրապարակել է կադրեր, ցույց տվել, թե ինչպես է նվագում ու երգում ընկերների հետ։ Star News-ը ձեզ ներկայացնում այդ տեսանյութը եւս։ Որ պարկել էր անշաշ, ձեր հողում մոխրացած, ձեր հողում մոխրացած։ Դիմաց նստած ես, մի աղջիկ բարձրապես, շատ սիրում է ձեզ, իմ արևն եք դուս, ձեզանով ես այս կյանքում, զգացմունքներս եմ կանթում, որ սերուն եմ մարդում, կուզես աշխարհ առանց քարտեզ, դու միայն ասա